Բարևներ Արմաշի համից բոլորին։ Հարգելի հետևորդներ ջան, տեսեք, ուրեմն դոշաբնա։ Դրել եմ գազօջախին։ Հենց նոր եմ դրել։ Ու սպասում եմ, որ դանդաղ էփի, դանդաղ կրակի վրա եմ դրել, որ հանգիստ էփի։ Սենց ցույց տամ, չեմ ուզում սենց խառնեմ։ Նայ, տեսեք ինչ թանձր սոկ է ստացվել։ Այսենց։ Իսկ ծաղկը կա թեքվեք, մի հատ սենց հետ տնենք կապենք։ Հելեն ջան, հələ վեր մոտիկ այս կամպոտները նկարենք։ Տեսեք ինչ լավ գույնը մքացել է։ Դրել եմ այստեղ, այսօր առավոտյան եմ հանել շորի տակից, որ իջացնեմ ներքև։ Իսել այստեղ։ Հարգելի հետևորդներ ջան, ուրեմն այսօր թութ չենք քաղել, թողեցինք, որ վաղը քաղենք։ Այսօր ինչ եմ արել։ Այսօր տան մաքրությամբ եմ զբաղվել, հաց եմ սարքել, այդպեսի գործեր, բայց թութ չենք քաղել։ Հիմա թուփ ունեմ հավաքելու։ Գնամ թուփներ հավաքեմ, այստեղ էլ հիմա պետք է լցնեմ բանկաների մեջ, մի երկու բանկա կլինի, հեսա բանկաները նախապես լվացել եմ, դրել եմ այստեղ բարակի վրա։ Սրանք սրբեմ դասավորեմ։ Միլեն ջան, արի դու սրտի կատին դասավորեմ։ Կասաների թոյստանեմ դու չես կարա։ Սրանք մեծ այն, ես վերցնեմ։ Մնացածն նախճիկ արդեն կդասավորեմ։ Ուրեմն ես էլ թուփն ես ինչ թուփներ կամեմ։ Այսպես սենց դրել ենք, հիմա թողնեմ քանդի, որ կարողանամ փաթաթեմ բանկաների մեջ լցնել։ Դնեմ ստեղ, հետո կդասավորեմ, չեմ սիրում, որ սենց խառնվում է իրար։ Հիմա այս աղաջուրը պիտի թափեմ, ժողովուրդ ջան, նորից, եթե թուփը դնում եմ, անկախ նրանից շատ կլինի, քիչ կլինի թուփը, նորից աղաջուր եմ բռնում, աղաջուրն էլ բռնում եմ ձվով։ Ոնց եք պանիրը դնում աղաջուր։ Հենց էլ թուփն եմ դնում։ Հավեսի թփերը։ Դե այս աղաջրի թթու դրած այս թփի տոլմեն էլ ժողովուրդ ուրեմն ասեմ այնքան համով է, այնքան համով, չեք պատկերացնի։ ձևով, ծալած ձևով ոնց եմ
Դրա այդպես էլ դզեմ, որ բանկի մեջ հեշտ լինի։ Պիտի դզեմ։ Դրեցի, դասավորեցի լրիվ Միլենա ջան։ Այդ ջազվան էլ դիր իրա տեղը, արևս ջազվան էլ դիր։ Իսել էստեղ։ Երկու հատ սենց բան կային լվացել, չգիտեմ հիմա ավել կլծվի, քիչ կլծվի, էդ էլ ընթացքում կերևա։ Ես միշտ սենց եմ դնում, շատ համով է ժողովուրդ, չգիտեմ, որ դնեք այս տարբերակով, հետո տոլմա եփեք, չեք փոշմանի։ Այսօր ասի զանգեցի աղջկաս, ուրեմն ժողովուրդ ջան, ասի գնամ, այսօր քանի տունն եմ, եղումներս էլ սարքեմ, թե չէ հետո ժամանակ չեմ ունենա, էդ էլ չստացվեց, ոչ թե իմ համար, ասենք աղջկաս հարմար չէր, ասած ժամեր չուներ, ասեց թող մնա վաղը կամ մյուս օրը, տեսնենք հլը, ասի գույնը փոխեմ, այս գույնից հելնեմ ժողովուրդ ջան, հանեմ այս գույնը, որոշեցի, որ սև գույնի կսեմ, թթի հետ համահունչ, այլեն ջան, էլենս ասում է, չէ, սև անենք էլեն ջան, ուրիշ գույն չենք էլ կարա անենք հիմա, որովհետև ինչ էլ կսեմ, շոկոլադագույնը, սև անումը, ուրեմն ասեմ ժողովուրդ ջան, սառցարանում էլ եմ միշտ դրել խաղողի տերև, շատ լավ մնացել է, հանել եմ, սառը ջրով լվացել եմ ու փաթաթել եմ, բայց ես 2 տարի կլինի, որ չեմ դնում էլ, որ ես տարբերակով անում եմ, էլ սառցարանում չեմ դնում, բայց սառցարանում էլ որ դրել եմ, շատ լավ այլ է, Թեթր ասենց էլ եմ, այսպես, հետո վերջում, այս բոլորը, որ արդեն դասավորում են բանկաների մեջ, վերջում ջուրը լցնում են վրան, ժողովուրդ։
Շատ խորքից չեմ կտվում պոչերը։ Այսի վերջի բանկեն, երկու հատ լծրեցի, թե պարտադիր չի, որ սենց լիքը լծնի, ինչ եմ անում, այդ բուրեմ ժողովուրդ ջան, այս կապրոնի ամաններով, այսենց դնում եմ բանկի մեջ, միշտ թուփ եմ դրել, խաղողի տերև եմ դրել, այսպես էլ եմ արել, սենց դնում եմ, հետո նոր լցնում եմ աղաջուրը, ինչի համար, որ երեսը ջուրը չքանվի, երեսը չփչանա, չստիպտակի, վերջը փրփուր չլինի։ Տեսեք, այս տարբերակով այսպես ծխմում եմ, ջուրն էլ լցնում եմ։ Ջուրը այսօր կլցնեմ, ուրեմն հարգելի հետևորդներ ջան, բայց բերանը չեմ փակի։ Այսպես կիսաբաց կանեմ, հենց այստեղ խոհանոցում էլ սինիի մեջ կդնեմ այս երկու բանկաները։ Հիմա ջուրը կլցնեմ, ինքը ջուրը նստում է։ Առավոտյան նորից ջուր կավելացնեմ ու այսպես սիրում, առանց եռացնելու, առանց ինչ-որ բանի, այսպես փակում եմ և վերջ, հարգելի հետևորդներ ջան։ Հիմա բանկաները դնեմ սինիի մեջ, մի հատ սրբենք, տակը, որ ջուր չլինի, իրա ջուրն եմ լցնում, ուրիշ ջուր չեմ լցնում, բայց ցույց տամ, որ ժողովուրդ մաքուր ջուր է։ Դες ընդամենը մի օր անում, հարգելի հետևորդներ ջան։ Այս աղաջուրը պետք է մի օրում պահես այդ թուփը ու պահածոյացնես։ Ամեն դեպքում ես համիջը կօգտագործենք։ Ցնեմ բաժակով։ Ու ամեն անգամ հարգելի հետևորդներ ջան, այսպես երկու բանկա, երեք բանկա, պատահելա, որ մեկ բանկա ձեռքի հետ միշտ արել եմ։ Դե դաշտի թուփ չի, որ ասեմ շատ հավաքել եմ, բերել եմ այսպես մի քանի հատ 10 բանկա, 8 բանկա, այսպես պատրաստել եմ, չէ։ Իմ այգու թուփն է, ինչքան որ խաղում եմ, այնքան էլ անում եմ, ժողովուրդ ջան։ Հիմա ինչ անեմ։ Մենինաս իրա կոնֆետները չկերեմ, դրեց էստեղ, հիմա էսիկ դնեմ էստեղ, մի հատ էլ նորից սինի լվանալ, ժողովուրդ ջան, այս աղաջուրը մաքրեմ, շապս ոնց որ արդեն եղում է, էսիկ դնեմ էստեղ, էս էլ դնեմ այստեղ, այսպես, տեսեք, ուրեմն ջուրը վաղը առավոտյան որ արտանամ, ինքը ջուրը կնստի ժողովուրդ ջան, նորից լցնում եմ և վերջ, սա դնենք մի կողմ, այս աման չամանները հավաքենք,
մաքրում եմ մաքրում։ Երում եմ շուտ մաքրեմ, որ կարպուրը չնսնի։ Տեսնենք այսքան դոշակը ինչ կկանգնի։ Մեկ լիտր պիտի որ կանգնի, որովհետև շատ պիտի եփի, աղբեր է որներ չա։ Դրաման պետք է դանդաղ եփի և երկար եփի։ Մաքուր դոշակ և մաքուր աղքար ձեռքերով պատրաստած դոշակի հետևում ճան։ Հիմա էլ ունեմ, անցած տարվա դոշակից բերում եմ ու սառնարանի չեմ խաղում։ Սանտանեի դերը կլադողում, ում այն մի կես լիտր ունեմ։ Հալամա, որ շարվում է, տես վերջ, լծնում այստեղ։ Այս ջուրն էլ դնենք կլհատովկին։ Խաղեցիք դոջա էլ է։ Չէ, հեսա գնամ կխաղեմ։ Խնդրում եմ, ես լավ խաղցրացի լավ։ Շնոր մի հատ փորձեցի լավ։ Հա։ Տեսեք, խաղեցին թուփը։ Ներևի կրամ է կողմը։ Միլե։ Ռամբամ է կոմը։
Որտեղ է գնացել։ Միլենա ջան, մի քիչ է բարձրացի վերև։ Լավ խոշորացել է։ Արի Միլենա ջան, արի վերցրը։ Համով է։ Ես իմ ճակասներն եմ սիրում, էլ եմ։ Ճակասները ավելի քաղցր են։ Ոյս հասնիք քաշը։ Որը կա։ Էսի Միլեն ջան, կարաս աղջիկս։ Աղջիկը բոյով։ Ոչ։ Կատի բոյով է։ Ահա, դու ինձի կարևորը։ Ահա։ Ես քաղեմ։ Ստեմ ծառի տակ անպես է։ Արի Միլեն, արի ես էլ վերցրա, մնացածն էլ քաղեմ, ճյուղը բաց տղան։ Կայս ես ինձ է։ Բռնի։ Դու բռնի աղջիկս։ Ինչի մի հատ փոքր աման չբերեցի, սիրուն հիցնենք մեջը։ Վերջ, Միլեն ջան։ Ահա, ես մեկնել, հեսա մի հատել, այ հեսա։ Ամենա համովը ժողովուրդ ջան, այս եմ սիրում։ Հիմա չգիտեմ որտնացա սենց ա լինում, ինչ ա լինում, բայց այս ճակ տվածը շատ քաղցր է, հա։ Ժողովուրդ ջան, նայեք, հիմա նորից քաղածս թուփն եմ դնում, այսպես դասավորված դնեմ, որ դասավորված էլ հանեմ։ Ընդամենը այսքան թուփ եմ քաղում, ամեն անգամ այսից քաղում եմ։ Այսօր ինչքան գործում եմ անեմ, ժողովուրդ ջան, որ վաղը առավոտ շուտ պիտի հելնենք, ծեքին թութ քաղենք, որովհետև առավոտ բա գործ գտած է։ Ահա, հիմա այսի սենց կանեմ։ Հիմա այսպես նվանանք խոշին մաքրվի, ժողովուրդ ջան։ Այսինքն մի ջուրի հաղթվանում ենք։ Հարգելի հետևորդներ ջան,
նոր մեկնաբանություններն եմ կարդում երեկվա, որ գիլասի կոմպոտ ենք, գրել ենք գիլասի կոմպոտ եւ դե ես ասացի, որ գիլասի կոմպոտ ենք պատրաստում, તો կոմպոտ էլ չէ, կամպոտ։ Մի հետևորդ ինձ գրում է ու առաջին անգամ է ինքը ինձ գրում։ Երևի հետևորդ էլ չի, այնքան որ էսպես նայել է, գրել է, ասում է, չհասկացա, հենց նոր եմ կարդացել, գրել է, չհասկացա, գիլասի կոմպոտը որն է, հայերեն չգիտեք, այսինքն ես ուզում եմ հասկանամ, այ մարդ, այ աղջիկ ջան, չգիտեմ, տիկին ես, աղջիկ ես, հիմա որ չասեմ կերաս, ասեմ գիլաս չի լինում, կարևորը որ դու գիտես, կարևորը որ դու հայերեն գիտես, ես չգիտեմ, սենց բարձրաձայն ասեմ, մեկա գիտեմ, դու արդեն կնայես իմ ոլովակը, այսպես արձագանքեմ քեզ հարգելիս, ես չգիտեմ, ես հայերեն տարբերակ չգիտեմ, ես գիլաս եմ ասում, թե դու հայերեն տարբերակը գիտես, այդ լավ է, ես չգիտեմ, ինչ հետաքրքիր մարդիկ են, ինչ հետաքրքիր մարդիկ, կախվում են մարդկանց բառերից, թե չէ դուք ձեր տուն սաղորը դարի մի ասա գրական եք խոսում, կամ էլ չգիտեմ, ձեռնոց եք օգտագործում, ուտելիք պատրաստելու ձեր ընտանիքների համար, կոֆեն սուրճ եք ասում, չգիտեմ, հերիքա հանգնեք ձևականությունների հետևի ժողովուրդ ջան, հերիքա։ Խոսք կա, որ բոլորս էլ ասում են, գիլասա, գիլաս ենք ասում, կոֆեյա, կոֆե ենք ասում, չգիտեմ, նույնն էլ մնացած բաները, հերիքա, որ մանրանանք ամեն ինչի վրա։ Դե խոսքը իմ լավ հետևորդների մասին չի, բոլորն էլ գիտեն, ժողովուրդ ջան։ Լավ մեկնաբանություններ, եթե կարդում ենք, կան իրոք մեկնաբանություններ, խրատական, ինչի՞ չէ, ընդունում եմ, շատ բաներ հասկանում եմ եւ մեղմ եմ մոտիկանում մեկնաբանությանը, բայց մեկնաբանություն կա, որ իրոք մարդուն ունից հանում է, չի կարելի, պետք չի։ Հարգելի հետևորդ, ես քեզ չեմ գրում, ես կարող եմ քեզ պատասխանել, գրեմ, դու էլ կարդաս մեկնաբանությունների բաժնում, բայց ես այսպես բարձրաձայն եմ ասում, կարևորը դու գիտես հարգելիս հայերեն, ես չգիտեմ։ Այսպես, ուրեմն, հիմա ասեմ իմ լավ հետևորդներ ջան, հիմա այս գործողությունը, որ անում եմ, ժամը ուրեմն 7:30 է, որ այս պահին երեկոյան ժամը 7:30 է։ Հիմա սա հաջորդ օրը այդ նույն ժամին արդեն կլցնեմ բանկաների մեջ։